Բարև ձեզ։ Ես հիմա գտնվում եմ Լունդի համալսարանում եւ այս հոլովակը ցանկանում եմ նկարել բավականին երկար ժամանակ է, որովհետեւ երբ ինքս պլանավորում եի կրթությունս Եվրոպայում, հատկապես Շվեդիայում, YouTube-ում տեսնում էի հիմնականում երկու ծայրահեղ մոտեցումներ՝ կամ չափազանց դրական, կամ չափազանց պատիսական։ Բայց ինչպես միշտ է լինում, ճշմարտությունը մեջտեղում էր։ Եվ այս հոլովակում ուզում եմ շատ անկեղծ պատմել Շվեդիայում կրթության, հատկապես Լունդի համալսարանի դրական եւ բացասական կողմերի եւ առհասարակ իմ փորձառության մասին։ Եթե դու ես մտածում Եվրոպայում կրթություն ստանալու մասին, ապա այս հոլովակը քեզ օգտակար կլինի ավելի գիտակցված որոշում կայացնել։ Ես Տաթևն եմ, սովորում եմ Լունդի համալսարանի ձեռնարկատիրություն եւ նորարարություն մագիստրոսական ծրագրում։ Անկեղծ ասած, տեղափոխվելը հեշտ չէր։ Նոր երկիր, նոր մշակույթ, նոր մարդիկ, հատկապես երբ դու արդեն իսկ ունես քո կարիերան քո երկրում, լրիվ նոր միջավայրում հայտնվելը այնքան էլ հեշտ չէ։ Բայց գրեթե 1 տարի անց արդեն կարող եմ ավելի սթափ հասկանալ եւ գիտակցել, թե ինչ տվեց ինձ այս փորձառությունը։ Շատ մարդիկ, երբ մտածում են Եվրոպայում կրթության մասին, առաջին հերթին մտածում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների մասին։ Սակայն ես ընտրեցի Շվեդիան։ Առաջին պատճառներից մեկը դա անվտանգությունն էր։ Global Peace Index-ի համաձայն Շվեդիան աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է համարվում։ Եվ դա իսկապես զգացվում է, հատկապես երբ երեկոյան միայնակ զբոսնում ես, դու չես մտածում քո անվտանգության մասին։ Եվ դա, հավատացնում եմ ձեզ, հոգեբանական տեսանկյունից շատ մեծ հանգստություն է տալիս։ Երկրորդ պատճառը դա հենց Լունդի համալսարանն էր։ Լունդը Շվեդիայի առաջատար համալսարաններից մեկն է համարվում եւ հիմնադրվել է դեռևս 1666 թվականին։ Բայց ինձ ամենաշատը տպավորեց այն հանգամանքը, որ համալսարանը աշխարհում առաջին տեղում է կայուն զարգացման ոլորտում։ Եվ այստեղ կայուն զարգացումը պարզապես բառ չէ, դա հենց ինքնին մշակույթն է, սկսած կրթությունից մինչև քաղաքային միջավայր։ Հիմա մի փոքր ծրագրի մասին։ Ինչպես նշեցի, ես սովորում եմ ձեռնարկատիրություն եւ նորարարություն ծրագրով։ Եվ եթե մեկ բան կա, որը պետք է նշեմ այս ծրագրի մասին, դա այն է, որ այն չափազանց պրակտիկ է։ Այստեղ իսկապես սովորում ես քո ստարտափը ստեղծել, աշխատում ես տարբեր թիմերով, աշխատում ես մենթորների հետ, ովքեր ունեն արդեն իսկ իրենց բիզնեսները։ Հետևաբար, այստեղ ամեն ինչ կիրառելի է իրական կյանքում։ Մյուս հանգամանքը այն է, որ այստեղ չեն տալիս պարզապես քեզ ինֆորմացիա, քեզ տեսություն չեն սովորեցնում, այլ սովորեցնում են մտածել, լուծել խնդիրներ եւ ամենակարևորը ստեղծել արժեք։ Սա թերևս իմ համար ամենամեծ տարբերություններից մեկն է հանդիսանում հայաստանյան կրթության համեմատ։ Եվս մեկ բան, որը ես շատ եմ գնահատում այստեղ, դա այն է, որ միջավայրը իսկապես միջազգային է։ Այստեղ սովորում են աշխարհի 130 երկրներից ուսանողներ։ Եվ դա շատ է փոխում քո մտածողությունը, որովհետև դու ստիպված ես լինել խմբերում, որտեղ մարդիկ ունեն լրիվ այլ աշխարհայացք, լրիվ այլ մտածողություն եւ լրիվ այլ մշակույթ։ Սա առհասարակ միջազգային կրթության լավագույն կողմերից մեկն է հանդիսանում։ Ապա լինելու է տրամադրության անկում, էներգիայի բացակայություն եւ այստեղ դրան շատ լուրջ են վերաբերում, ավելին այն ունի հատուկ տերմին։ Դե իսկ հիմա խոսենք նաեւ բացասական կողմերից։ Առաջինը դա եղանակն է։ Ձմռանը այստեղ ոչ միայն ցուրտն է խնդիրը, այլև մթությունը։ Ժամը 3-ին այստեղ արդեն ամբողջությամբ մութ է, եւ եթե դու հոգեբանորեն դրան պատրաստ չես, ապա լինելու է տրամադրության անկում, էներգիայի բացակայություն եւ այստեղ դրան շատ լուրջ են վերաբերում, ավելին այն ունի հատուկ տերմին seasonal affective disorder։ Սա Սկանդինավիայում առհասարակ շատ տարածված երևույթ է։ Հետևաբար այստեղ մարդիկ ուշադրություն են դարձնում վիտամին D-ին, իրենց ռեժիմին եւ զբաղվում են սպորտով։ Երկրորդ բացասական կողմը, որի մասին խոսում են շատ միջազգային ուսանողներ, դա ինտեգրվելն է։ Շվեդները շատ քաղաքակիրթ են եւ բարի, սակայն իսկական խորը ընկերական հարաբերություններ հաստատելը դժվար է։ Սա մշակութային տարբերություն է եւ սրան պետք է պատրաստ լինել։ Եվ վերջին բանը, որը ինձ համար անսովոր էր, դա այստեղի կյանքի ռիթմն է։ Հատկապես եթե դուք hustle culture-ից եք եւ սովոր եք աշխատելուն, ապա այստեղ սկզբում կյանքը կարող է չափազանց հանգիստ թվալ ձեզ։ Կյանք աշխատանք բալանսը այստեղ արժեք է։ Մարդիկ աշխատում են, բայց նաև խիստ կարևորում են իրենց հանգիստը, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը եւ բնության գրկում լինելը։ Ու հետաքրքիրն այն է, որ ժամանակի ընթացքում սկսում ես հասկանալ, որ գուցե սա ավելի առողջ մոտեցում է կյանքին։ Ես ամեն դեպքում շատ շնորհակալ եմ այս փորձառության համար, ոչ միայն կրթության, այլև այն փոփոխության համար, որը տալիս է այլ երկրում կրթություն ստանալը։ Դու սկսում ես քեզ ավելի անկախ զգալ, ավելի լայն մտածել եւ հասկանալ, թե իրականում ինչ ես ուզում ստեղծել քո իսկ կյանքում։
Դե եթե այս հոլովակը օգտակար էր, մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը Շվեդիայում կամ առհասարակ Եվրոպայում կրթություն ստանալու վերաբերյալ։ Շնորհակալ եմ դիտելու համար։